Մոտ մեկ տարի առաջ ազգային ժողովը փոփոխություններ կատարեց պետական կենսաթոշակների մասին օրենքում, ինչի հետևանքով այսօր արդեն շատ կենսաթոշակառուներ չեն կարողանում բանկերից ստանալ իրենց հասանելի կենսաթոշակը։ Օրենքը սահմանում է, բանկերի միջոցով կենսաթոշակ ստացողները պարտավոր են տարեկան առնվազն մեկ անգամ այցելել բանկ եւ հայտարարություն տալ Հայաստանում իրենց գտնվելու կամ ավելի ճիշտ ողջ լինելու վերաբերյալ։ Երբ որ քաղաքացին քարտով է ստանում իր կենսաթոշակը, քաղաքացուն մենք կամ ծառայությունը չի տեսնում։ Դրա համար առաջացել է այդպիսի անհրաժեշտություն, որով օրենքը խնդրում է, որ մենք մեր քաղաքացիներին տեսնենք։ Օրինագծի քննարկման ժամանակ էլ հեղինակները պնդում էին, թե այս կերպ փորձում են խուսափել հնարավոր ռիսկերից եւ որ փոփոխությունն արվում է հօգուտ թոշակառուների։ Որպեսզի վաղը չկուտակվեն այն քարտածների թիվը, ովքեր որ չկան, բայց կենսաթոշակը փոխանցվում է բանկում նրանց անձնական հաշվին։ Բայց պատկերացրեք, վատառողջ քաղաքացուն ստիպում ենք, որ ինքը անպայման պետք է լինի իր ոտքով գնա բանկ կամ տանեն իրեն բանկ։ Դա մի քիչ լուրջ չի այսօրվա իրականության մեջ եւ իրականում խոչընդոտում ենք։ Իրականում այդպես էլ եղավ, օրենքի այս պահանջը լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց հատկապես անկողնային հիվանդներին։ Նրանցից շատերն ըստ ահազանգերի արդեն 1-2 ամիս թոշակ չեն ստանում։ Ձեր թոշակը ինչքան է։ 30,000։ Թոշակը դες եմ ստացել։ Մեկ ռայոնից դե պահողջունեի բանջունեի զանգեցի իմ աղջիկը եկավ։ Ճամբարակ գյուղից 83-ամյա Մանուշակ Ստեփանյանն ինսուլտի պատճառով գանված է անկողնում։ Հիմա ապրում է Երևանում, որպեսզի դուստրը խնամի։ Մամաս 3 տարի անկողնային ինսուլտով պարկած է։ Հիմա ես ի վիճակի չեմ այս տիկնոջը անկողնային հիվանդին տանեմ հասցնեմ Արշին ինվեստբանկ, եթե ես տանեմ հասցնեմ ընդեր, մի հատ բարձրացնեմ վերև, մի հատ էլ իջացնեմ ներքև, մի հատ էլ նորից հակառակը կրկնեմ բարձրացնեմ վերև, ես չգիտեմ իսկ ընկա տեղ կհասցնեմ, թե չեմ հասցնի։ Բանկ չեք կարողանում գնալ։ Ինչով քնա։ Ոնց քնա։ Կան չեմ տա, խոսամ քնամ ինչ անեմ։ Զարած չեմ։ Ես 2 ամիս առաջ գնացի, որպեսզի բանկից ստանամ իր փողը, ինձ չտվեցին, որովհետև ասեցին նա պետք է անմիջապես ձեր հայրը պետք է գա ինքը ներկայանա, բայց քանի որ իմ հայրը 85 տարեկան է, գանված է անկողնում, պարալիզացված վիճակում, ես չեմ կարող իրան տանեմ, հասցնեմ բանկը, որպեսզի այնտեղից ինքը ստանա իր գումարը։ Նախորդ տարիներին անկողնային հիվանդ թոշակառուների հարազատները հնարավորություն ունեին նոտարով հաստատված լիազորագրով բանկում թե հաշիվ բացել եւ թե երկարացնել բանկային քարտի վավերականության ժամկետը։ Մարդիկ հիմա դժգոհում են, որ իրենց խնդիրներն անտեսվել են։ Տիկին Համեստը մոր նախորդ ամսվա թոշակը չի կարողացել ստանալ։ Եղել է մի քանի բանկում, բոլորն էլ նույն պատասխանն են տվել։ Դա ընդհանուր է բոլոր բանկերի վրա այդ օրենքը, բայց իրանք ընդհանուր օրենք չեն հանել, որ անկողնային հիվանդներին պետք է ինչ-որ ծառայություն մատուցվի։ Հիմա ես չգիտեմ ինչպես պետք է անենք, որպեսզի այս բանկային հարցը մի միջոց խնդրում են պետությանը, որպեսզի մի միջոց ձեռնարկեն։ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցը սակայն պնդում է, որ կենսաթոշակառուն միշտ էլ ընտրության հնարավորություն ունի, կարող է թոշակը ստանալ կանխիկ, պոստատարը այն տուն կտանի։ Սա հասկանալի է, եթե մարդն ապրում է այն վայրում, որտեղ գրանցված է, մինչդեռ շատ քաղաքացիներ, հատկապես մարզերի բնակիչներն այս կամ այն պատճառով բնակվում են Երևանում։ Հենց այս պատճառով էլ ժամանակին նախընտրել են բանկային քարտով թոշակ ստանալու եղանակը, որը հնարավորություն է տալիս ցանկացած վայրում ցանկացած պահի ստանալու կենսաթոշակը։ Անգամ ժամանակավոր գրանցումը փաստացի բնակության վայրում հնարավորություն չի տալիս այս մարդկանց փոստի միջոցով կենսաթոշակ ստանալ։ Նման մեխանիզմներ եւս չկան։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ, գիտեմ, որ այդպիսի խնդիր կա, սակայն մեր կենսաթոշակի նշանակման համակարգը, կոչվում է կենսաթոշակը, աշխատում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համապատասխան։ Ինձ ասացին, բերեք գրանցեք ձեր տան վրա, որին բերեն տուն թոշակը, որ այդքան խնդիրների մեջ չընկնեք։ Իսկ ես դա կարող եմ անել, բայց ինքը նպաստից կկտրվի, դա էլ կողից ֆինանսա, որ իր դեղամիջոցները հանա, ես առնում եմ։ Ստացվում է փակ շղթա, որից դուրս գալու մեխանիզմներ կարծես թե չկան։ Բանկերը պարտավոր են օրենքի տառը պահել, հիվանդներն ի վիճակի չեն այնտեղ հասնել, ավտոմատացված համակարգն էլ այդ պարագայում նրանց զրկում է թոշակ ստանալու հնարավորությունից։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս խնդրի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել։ Պաշտպանի աշխատակազմը մեր հարցմանն ի պատասխան ուղարկած նամակում նշում է, որ ելնելով քաղաքացիներին ավելորդ անհարմարություններ
վճարումներ չպատճառելու հրամայականից դրական քայլ կլինի, եթե օրենսդիրն իր իրավասությունների շրջանակում նախաձեռնի օրենքի փոփոխություն, մինչդեռ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այլ մեխանիզմներ են տեսնում։ Մեխանիզմը միշտ կար, հնարավոր է բանկի աշխատակցին խնդրել, բանկի աշխատակից այցելի տուն, եւ համապատասխան թիմումը վերցնի, բայց որևէ մեկը պարտավոր չէ դա անել, դա դրված է մարդկային հարաբերությունների հարթության վրա, չեմ կարծում, որ մերժ է։ Իսկ եթե մերժեն, ինչ պիտի անեն այդ պարագայում նման մարդիկ, օրինագծի քննարկման ժամանակ, օրինակ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդում էր, որ դա պետք է ամրագրել որպես բանկի պարտավորություն։ Այլընտրանքային հնարավորություն տվեք քաղաքացուն, բանկին պետք է որ հայտարարությունը հասնի իրեն, որ քաղաքացին Հայաստանում է կամ քաղաքացին կենթանի է, որպեսզի նրա թոշակը, կենսաթոշակը շարունակի վճարել։ Ձեր նշած դեպքի հետ կապված կարող է նաև բանկը համապատասխան ծառայություններ մատուցել քաղաքացուն, քանի որ իր հաճախորդն է, ասենք եթե վատառողջ է եւ այլն, այսինքն տեղ խնդիրը վերաբերում է ոչ թե կոնկրետ քաղաքացու բանկ այցելելուն, այլ որ բանկը մեզ պիտի տեղեկատվություն տրամադրի, որ տվյալ քաղաքացին ստորագրել է համապատասխան փաստաթուղթ։ Օրենքը սակայն ընդունվեց առանց այս խնդրի իրավական ամրագրման եւ հիմա շատ բանկեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հրաժարվում են մարդկանց տուն այցելելուց, քանի որ դա իրենց պարտականությունը չէ։ Այցելեցինք Արչին Ինվեստ բանկի այն մասնաճյուղ, որտեղից թոշակ է ստանում Մանուշակ տատը։ Բայց հիմա չկա այդ բանը։ Երբ բանից չկա, մի տարի է, երկու տարի է, իսկ աշխատակից այդպեսին, որ տուն գնա, այն ժամանակի որ աշխատակիցն է ձեր բանկին։ Որ իրավասություն պիտի նորմալականացնի, որ դրանից զբաղվում է, անձամբ խնդրանքով չնայած ինքը պարտավոր չէ։ Մեր խնդրանքով բարի կամքի համարտականություն դասով եղել է։ Ես նորից եմ կրկնում։ Եթե ասենք վերելու խնդիր ունեք, կարող են գանք ձեր տնից էլ օգնենք մարդուն, բայց այդպես պատասխանատվություն դուք դրան դրեք, իրավասու եք իրավասության համար։ Եթե ինչ-որ չեք կարող անում, հենց հիմա պաշտոնական սաղ բանկով կգանք, օգնենք ձեր մայրիկին տեղափոխենք, հետո հետ տանք։ Յունիբանկից էլ մեզ գրավոր պատասխանեցին, որ օրենքի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի համար եւ ենթակա է անվերապահ կատարման։ Սակայն եթե կենսաթոշակառուն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ ներկայանալ բանկ, կենսաթոշակառուի ցանկությամբ բանկի աշխատակիցն իրավասու է անձամբ այցելել նրան եւ ներկայացնել համապատասխան հայտարարությունը ստորագրման։ Զարմանալի է, որովհետեւ նույն բանկում, ինչպես Համես Ստեփանյանն է նշում, իրեն պատասխանել էին, որ կարգը նույնն է բոլոր բանկերի համար եւ թոշակառուն անկախ առողջական վիճակից պարտավոր է ներկայանալ։ Նման հակասական իրավիճակ իհարկե չէր առաջանա, եթե օրենքը հաշվի առներ բոլորի շահերը եւ մատնանշեր բոլորի պարտականությունները։ Մինչդեռ այսօր այն թողնված է մարդկային հարաբերությունների վրա, ինչն ամենևին էլ իրավական կատեգորիա չէ եւ նման խնդիրներն այդ կերպ հաստատ չեն կարգավորվում։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։